Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան։ Նոր է լուսանում, բայց արևը դեռևս չի երևում։ Ինչպես տեսնում եք, իմ սիրելի պատկերասրահը անպամած է և մի տեսակ հանգստություն է փոխանցվում։ Սիրելիներս, այսօր տոն է բոլորիս համար։ Հայաստանի Հանրապետության օրն է։ Այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ։ Ցանկանում եմ, որ առաջին հերթին խաղաղություն լինի ամբողջ աշխարհում, մեր Հայաստան աշխարհը խաղաղվի, որպեսզի մենք էլ կարողանանք ապրել խաղաղ երկրում, ստեղծենք և արարենք, քանի որ հենց դա է աշխարհի օրենքը, երբ որ խաղաղություն է լինում, արդեն ինքնըստինքյան ամեն ինչ հունի մեջ է մտնում, և մարդ արարածը, որ ծնե ստեղծարար է, ստեղծում է և արարում։ Ցանկանում եմ, որ բոլորդ էլ ստեղծարար լինեք, շենացնող լինեք։ Այստեղ դուք տեսնում եք, որ ես իմ անփուշ մոշի թուփը գրեթե գեղեցկացրել եմ բոկելով, հեռացնելով վնասված, կոտրված ճյուղերը, քրքրված տերևները և արդեն ծաղկում է իմ անփուշ մոշենին։ Թեկուզ և ծաղիկները քիչ են, քանի որ այդ կարկուտը շատ, անտանելի շատ վնասեց, մեղուն է եկել այստեղ և մի փոքր մասը, որ պահպանվել է, ես հիանում եմ այդքանով և գոհանում եմ Աստծուց։ Սիրելի հետևորդներ ջան, միշտ էլ այդպես է, ամենափոքր բանից եկեք գոհանանք, ուրախանանք, թեկուզ և այդ պահին այդպես ստացվեց, բայց մի փոքր մասնիկ էլ պահպանվել է և Ժրաջան մեղուն նույնպես եկել ու իր մասնաբաժինն է տանում, իհարկե օգտակար լինելով թե մեղվանտանիքին և թե մեզ մարդկությանը։ Գիտեք չէ, որ մեղուները եթե չլինեն այս երկրագնդի վրա, ապա մարդկությունը հետզհետե կվերանա։ Տա Աստված, որ միշտ մեղուներն էլ լինեն, որ միշտ էլ մենք լինենք։ Եվ այստեղ հիշում եմ մեր մանկության տարիների այն հրաշալի երգը, որ այդպես ջրաջան ձևով, կազմակերպված ձևով երգում էինք. Թող լինի միշտ օրևը, թող լինի միշտ մայրիկը, և թող միշտ լինեմ ես։ Տեսաք ինչ լավ երգի հուշ բերեցի ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, մոնտաժային տարբերակով ձեր հետ զրուցելը թողեցի և էլի դուրս եկա։ Ճիշտն ասած, դե շատերդ գիտեք, որ առավոտյան ժամերին հատկապես սիրում եմ այդպես լռության մեջ մի հատ շրջել իմ բակով, տեսնել որտեղ ինչ կա չկա, գիշերվա ընթացքում ինչ ա եղել, ինչ չի եղել, ու դե քանի որ հավերին էլ առավոտ շուտ եմ բաց թողնում, իրենց կուտն ուտում են, հետո հենց իմ ձայնը լսում են, այ սենց գալիս են ինձ շրջապատում են, կերած կուշտ, բայց թե էլ ինչ են ուզում ինձանից, չգիտեմ, բայն սպիտակ փոփոչը, սևուկ սպիտակ փոփոչ եմ ասում սրան, ահա, պեցիկ ա, պեցիկ։ Նորից սկսում ա թեթև շաղ գալ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ եղանակը այս ձևով է և ժամանակ առ ժամանակ շաղ ա գալիս, որոշեցի հավերիս խաթրն էլ առնել ու մի փոքր էլ իրենց կողքին նստել։ Իմ քարերի մեջ դուրս եկած ծաղիկը, ահա խնդրեմ, աքլորիկ լա մի կողմ գնա, հա, այ աքլորիկ, այ ենտեղ սիրել հետևորդներ ջան, քարերի մեջ ա դուրս եկել, դեռևս անցյալ տարվանուց արմատը այդքան խորն ա գնացել ու սա մի քանի տարի նույն տեղից կծաղկի, այսպես, այստեղ, որ այս ավազի կույտը դուք տեսնում եք, շինարարական աշխատանքներից ա մնացել և այդպես էլ մնացել ա, մի հատ էլ են կողմն ա սերմը կպել ու աճել և այս հատվածը դարձնում ա շատ սիրուն, ամենայն դեպս ինձ համար։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, քանի որ երեկվա վլոգն ավարտելուց հետո անձրև սկսվեց, ուզում էի այստեղ մաքրման աշխատանքներ կատարել, այստեղ իմ լիմոնն է, որ օրստորե գեղեցկանում ա, տերևները, մուղամները աճում ու սիրունանում են,
Այս մի ճյուղը ոնց որ թե կարկուտի աչքից վրիպել է, սիրելիներս, ու արդեն կոկոնները բացվում է, ահա։ Այստեղ էլ այս մի լիմոնը պահպանվել է եւ սկսում է դեղնվել։ Ինչու եմ այստեղ մոտեցել հիմնականում, որ այսա ցույց տամ իմ ալվան ծաղիկը, որ այդպես հալածվել էր, այս մի ճյուղը պոկվել էր ու ետևի մասում ընկած էր, չէի նկատել, մեկ էլ ինչ տեսնեմ, դե ասեցի չէ, որ հարևանս է եկել ու հա, ինչ ձայն լսեցին, որ սենց յուրահատուկ ձայներ են հանում, հա, հարևանուհիս նկատեց, որ այս պոկված ճյուղը, ահա, ծաղիկը ծաղկել է ու սենց թարմությունը պահպանում է, սիրելիներս։ Այսպես, սա, չգիտեմ, ամբողջը այն կարգի է ջարդել, որ չգիտեմ ինչպես եմ վերականգնելու, ամեն դեպքում սիրելով այստեղ եմ տեղադրում եւ անցորդներ կան, գնամ ողջույններս փոխանցեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ես թերևս շրջապատված եմ իմ չարաճճի հավերով ու ակլորներով եւ անցորդներին էլ բարևս տվեցի, բարևս առա, դե անցորդ եմ ասում, քանի որ ճանապարհով անցնում էին, բայց ասեմ, որ իմ սիրելի հարևանների, սիրելի բարեկամներն էին եւ մենք էլ այդպես ծանոթացել ու կարծես թե մենք էլ ինչ որտեղ բարեկամ ենք դարձել, միշտ հարց ու փորձ ենք անում, միմյանց որպիսությունն ենք հարցնում եւ իհարկե ուրախանում, որ լավ ենք, իհարկե ես անտարբեր չեմ կարող ասել այս հրաշքների կողքով, սիրելիներս, ավելի է խոշորացել, աննկարագրելի խոշորա, տրամաչափը այսքան մեծ է, չգիտեմ, տեսաղցիկը ձեր համար ինչպես է փոխանցում, բայց տրամագիծը շատ մեծ է ու րոպե գույները փոխում է, դրա համար էլ ստացել է Քամելիոն անունը, սիրելի հետևորդներ ջան, նաև ուզում եմ ավելացնել, որ այս ընթացքում նաև հեռախոսազանգ ստացա եւ ինձ հյուր են հրավիրում իմ բարեկամները, քանի որ տոն է, գնամ մի փոքր նշեմ, բայց նախապես ասեմ, որ նկարահանումներ չեմ անելու այնտեղ, երբեմն էլ տեսաղցիկից դուրս ենք ուզում քեֆ ուրախություն անել, ասել, խոսել, զրուցել եւ այդպես կվերադառնամ տուն եւ կմիանամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, իրենք էլ են ուրախանում իմ ուրախությունով, երբ որ պատմում եմ ձեր մասին, օրինակ ասում եմ, թե որ հետևորդիս եմ շատ սիրում, որ հետևորդս է ինձ ինչպես գրում, ջերմորեն տողերը երբեմն բարձրաձայն կարդում եմ եւ իհարկե իմ բարեկամներն էլ ինձ հետ ուրախանում են իմ հաջողություններով։ Դե հիմա քանի որ մեքենան ինձ է սպասում, ես էլ պատրաստվեմ ու գնամ բարեկամներիս հետ նշելու Հայաստանի Հանրապետության օրը։ Շատ սիրելի հետևորդներ ջան, նոր եկա, որտեղ որ հյուր էի գնացել բարեկամիս տուն, իհարկե շատ լավ ժամանակ անցկացրի, սիրվեցի, հարգվեցի եւ այս մի քանի ժամը, որ անցկացրի իմ բարեկամի տանը, շատ հիանալի անցավ, լավ տրամադրությունով տուն եմ եկել ու անմիջապես նկատեցի, որ մեղուներիս մոտ ձագ խաղ է սկսված, բայց ոնց հասկացա, արդեն ձագ խաղի ավարտին եմ վրա հասել, պատկերացնում եք 4 մեղվա ընտանիքի մոտ ձագ խաղ է սկսված եղել ու ես այստեղ չեմ եղել, որ այդ հրաշք տեսարանը ձեզ էլ ցույց տամ, այլ միայն հասցրեցի ձագ խաղի ավարտին, երբ որ արդեն հավաքվում ենք հետհակի մեջ։ Ամեն դեպքում շատ ուրախացա, որ ձագ խաղ է սկսվել, նշանակում է, զարգացումը շարունակվում է եւ նոր ծնված մեղուները արդեն մի քանի օրից իրենց այդ ծնված տեղերը կմաքրեն, հետո էլի մայր մեղուն նորից ու նորից կձվադրի եւ հենց այդպես էլ զարգանում է մեղվա ընտանիքը, սիրելի հետևորդներ ջան։
Զաքարին զուգընթաց նաև աշխատավոր մեղունատու վերադառնում ծաղկափոշիով ու նեկտարով, սիրելի հետևորդներ ջան։ Այստեղ շատ հրաշալի է, երբ որ ավելի մոտից եմ զգում այս հեքիաթային տեսարանը, ինձ համար սա հեքիաթային տեսարան է, սիրելի հետևորդներ ջան։ Ճիշտ է, հեքիաթները մենք կամ ֆիլմերում ենք նայում, կամ մեր գրքերում ենք կարդում, բայց այս պարագայում հեքիաթը իմ կողքին է։ Շատ հրաշալի։ Արդյունքները գնալով գոհացնում են։ Արդեն ասել եմ նախորդ վլոգիս մեջ եւ ստացել ձեր շնորհավորանքները, դա եւ ձեր ուրախությունն եք ինձ արտահայտել, որի համար անչափ շնորհակալ եմ բոլորիդ, սիրելի հետևորդներ ջան։ Գիտեք, որ սիրում եմ երկար մնալ այստեղ, նստել, վայելել այս պահերը, բայց քանի որ օծանելիք են ցանել իմ հագուստին եւ ինձ վրա, այդ պատճառով չեմ կարող այստեղ երկար նստել ու վայելել, սիրելի հետևորդներ ջան։ Ովքեր որ չգիտեն, ասեմ նախապես, որ մեղուն չի սիրում օծանելիքի հոտը, խմիչքի հոտը եւ բոլոր տեսակի սուր հոտերը։ Հիմա ես կամաց այստեղից հեռանամ, թե չէ իմ օծանելիքի հոտից միգուցե կհարձակվեն եւ լավ չի լինի, թե իմ համար, թե իմ մեղուների համար։ Միայն այստեղ, քանի որ ես նկատում եմ խատուտիկը, որն արդեն ծաղկել է ու այսպես ադուվանչիկ է դարձել, ապա եկեք բոլորս էլ երազանք պահենք, որ բոլորիս երազանքներն էլ կատարվեն, քանի որ հիշում եք, չէ, որ մանկության տարիներին գնում ենք ու դաշտերից կամ մեր այգիներից այսպիսի խատուտիկ էինք քաղում արդեն ադուվանչիկ դարձած եւ փչում էինք ու երազանքներ էինք պահում։ Այսպես ճիշտ է, փոքր տարիքում չէինք հասկանում, որ սա ընդհանրապես ծաղկի սերմերն է, որ այդպես տարածվում է, որպեսզի նոր առաջանա, բայց մենք մանուկներս փչում էինք ու երազանքներ էինք պահում, որ քամի, տանի հեռուները ու մի օր էլ երազանքը կատարված հետ վերադառնա։ Հիմա եկեք ձեր փոխարեն էլ ես այս ադուվանչիկը փչեմ եւ բոլորիս երազանքները թող քամին տանի ու մի օր էլ կատարված հետ բերի մեզ բոլորիս։ Այսպես, սիրելի հետևորդներ ջան, երբեմն էլ քաղում էինք ու այսպես մենք ինքներս էինք տարածում։ Հետո այսպես այս սերմային հատվածը կտրում էինք, հետո օղակներ էինք կապում, այսպես, հետո խուլունքներ էինք սարքում, այստեղ էլի կա, տեսնեմ։ Քանի որ իմ հավերը շատ են սիրում խատուտիկի թե տերևները եւ թե ծաղիկը, շատ պատահական է մնացել այստեղ, թե չէ շատ կքաղեի, սիրելիներս։ Այդպես, հետո օղակներ էինք կապում, շղթաներ էինք հյուսում, ու մեր համար դա դառնում է որպես խուլունք, վզնոց, թևնոց, այսպես անց էինք կացնում, ու շատ երկար էինք խաղում նման խաղերով, այսպես, սա մեր համար իսկական, ամենաիսկական խաղալիքն էր դառնում այդ տարիներին, սիրելի հետևորդներ ջան։ Եղանակը, քանի որ այս ձևով դեռևս պահպանվում է իր հով ու զով լինելը, թռչունները այսօր մի տեսակ յուրահատուկ ձևով են երգում, հիանալի ձևով են երգում, թող սեն նստել հավանաբար և միգուցե դրանից է, որ ավելի լավ են երգում, ծիծեռնակներն էլ են երգում, իսկ հիմա սիրելիներս, ես էլ գնամ իմ մեղվանոցից և տեսնեմ ինչպես եմ շարունակում իմ այսօրը։ Սիրելի հետևորդներ ջան, կոֆե սեփել եմ, հետո եկել իմ սիրելի վայրում վայելելու։ Եղանակը այսօր ամբողջ օրը
պահպանվում է, երբեմն թեթև շաղ է գալիս, հետո այնքան հանգստացնող է, չէի ասի, թե մռայլ է եղանակը, թեկուզ և արևը չի շողշողում, ամպերն էլ հավաքված է, բայց դա մի տեսակ մռայլություն չի հաղորդում, այլ հանգստություն է հաղորդում։ Այս տոնորով էլ, դե որ գնացի, հյուրասիրվեցի, էլ մի տեսակ չեմ էլ կարում ոչ մի գործ ձեռնարկեմ ու մի գործ անեմ, չնայած որ գործերս շատ են, թե այգում, թե բակում, քանի որ բակը հավերն են անընդհատ խառնում, այգում էլ դե գործը անվերջ է։ Մինչև որ մի քիչ կհովանա, սիրելիներս, մի փոքր էլ էստեղից ձեր հետ զրուցեմ, միգուցե դուք էլ եք նման եղանակներին այդ պահերը կամ նկատում, կամ չնկատում, իսկապես կա, որ երբ որ մռայլ է ալնում, տրամադրություն է, ասենք, իջեցնում, բայց այսօր մի տեսակ թեկուզ և անբամած է, բայց տրամադրություն չի փչացնում, այլ մի տեսակ հեշտ ու հանգիստ թեթևություն է պարգևում, դրսի օդը, թռչունների երգը, մեղ հով ու զով քամի, հետո նման պահերին էլ ավելի շատ ճիշտ եմ համարում իսկապես վայելել բնությունից մեզ փոխանցվող հանգիստը, հանգստանալ ուղղակի, ասենք հեռուստացույց միացնել, երաժշտություն լսել, կամ էլ հեռախոսը միացնել ու երաժշտություն լսել, դե հիմա հնարավորությունները ամենքիս մոտ տարբեր է, ամենքս մեր ձևով մեր հանգիստը վայելենք։ Խորհուրդ եմ տալի, որ երաժշտություն միացնեք և էլ ավելի ձեր հանգիստը լիարժեք դարձնեք, սիրելիներս։ Ինչքան էլ որ գործերը շատ են լինում, եթե հատկապես բնության կողմից է այդ հանգիստը մեզ փոխանցվում, ուրեմն ոնց որ բնությունը մեր հետ խոսում է, պետք է բնության լեզուն էլ հասկանանք, չէ՞ ի վերջո, ու երբ որ հասկանում ենք բնության լեզուն, այնքան հեշտ է լինում ապրելը, աննկարագրելի հեշտ է լինում, երբ որ հասկանում ենք բնության լեզուն։ Այսպես, ելի հետևորդներ ջան, ինչպես տեսնում եք իմ դաշտի ծաղիկները դեռևս իրենց թարմությունը պահպանում են և ուրախացնում են ինձ, ամեն անգամ երբ որ նայում եմ, աչքիս առաջ այդ դաշտն է բացվում, դե իհարկե ծաղկեփունջը ինձ մոտ է, բայց ամեն դեպքում այդ պահերը նորից վեր եմ ապրում և ժպտում եմ։ Ու նման պահերին, սիրելի հետևորդներ ջան, մոռանում ենք բոլոր տեսակի հոգնածությունը։ Դրա համար էլ երբեմն ես ձեզ ասում եմ, որ ինչքան էլ որ երբ որ տրամադրություն չեք ունենում, Աստված չարած, ապա հիշեք ձեր անցած լավ ու բարի օրերը, հրաշալի պահերը և ժպտացեք, սիրելի հետևորդներ ջան, իսկ աշխարհն էլ թող խաղաղ լինի, մեր Հայաստան աշխարհը խաղաղ լինի, մենք էլ կարողանանք բնությունից տրված հանգիստը զգալ ու վայելել և մեր կյանքը դարձնենք ավելի թեթև ու հանգիստ։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ ոչ մի գործ էլ չեմ անելու և ուզում եմ այստեղ իմ կոֆեն վայելել, նայել հեռուները, մտքով հեռուն գնալ, նաև նման դեպքերում մեր ուղեղը կարծես թարմանում է, ինչպես որ հեռախոսներին ենք, չէ, աբնովիտ տալի, նման հանգիստ եղանակներին արժե որ իսկապես այդ հանգիստը մենք ընդունենք, հենց այնպես չէ, որ ես ասում եմ, և մեր ուղեղի նույնպես պետք է աբնովիտ տանք, որպեսզի կարողանանք նորից ապրել, ստեղծել ու արարել։ Դե դուք էլ գնացեք կամ սուրճ վայելեք, կամ թեյ, կամ էլ հյութ և ձեր հանգիստը վայելեք, որը այսօր տրված է բնության կողմից, առայժմ։